Արցախյան ազատամարտի տարիներից մինչև 2005 թվականը անհայտ կորածների թիվը 1160 էր, արդեն 44-օրյա պատերազմից հետո անհայտ է ևս 195 մարդու գտնվելու վայրը։ Մինչև այսօր մեր պետությունը չունի նրանց մասին իրավակարգավորում, Արդարադատության նախարարությունը միայն անցած մայիսին ստանձնեց օրենքի մշակման պարտականությունը, որի նախագիծն այսօր արդեն դնում է սեղանին, հստակ ամրագրելով անհայտ կորածի կարգավիճակը ու թե ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ Շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ, ներկայում էլ առկա են բազմաթիվ մարմիններ, մասունքներ եւ ընտանիքները ուղղակի հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ԴՆԹ պատասխանների հետ, ընդ որում ընտանիքները նաեւ ունեն իրենց հիմնավորումները։ Սա ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի ամենագլխավոր խնդիրն է, որին այսօր բախվում են անհայտ կորած անձանց հարազատները։ Հետո այն, որ նրանց մի գերատեսչությունից մյուսն են ուղարկում հարցերի պատասխան գտնելու համար, հատկապես որ իրենց ուզածն առաջնահերթ հենց տեղեկությունն է, նորությունը, որ անընդհատ ակնկալում են ստանալ պետգերատեսչություններից։ Օրենքի նախագծով լիազոր մարմին է որոշվել ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի բոլոր հարցերով ԴՆԹ հետազոտությունից մինչև սոցիալ-հոգեբանական ու իրավական խնդիրներ։ Նախկինում ներգրաված լինելով անհրաժեշտություն կա նույն մարմնի կողմից ապահովել արդեն իսկ նախաձեռնված աշխատանքների շարունակականությունը, այսինքն այնպես չլինի, որ մի process-ում մարմինը ներգրաված լինի, հետո կեսից վերցնենք տանք ուրիշին եւ արդեն նախաձեռնված գործընթացի, այսպես ասած, փոխանցում լինի այլ սուբյեկտի։ Այսինքն մի շարք հանգամանքներ հաշվի են առնվել լիազոր մարմին ընտրելիս։ Թեպետ քաղաքասարակությունը մեծ քայլ է համարում այն, որ մեր երկիրը վերջապես օրենսդրական ամրագրում է ունենալու։ Այնուամենայնիվ գոնե ազգային անվտանգության ծառայությանը լիազոր մարմին նշանակելու հարցում տարաձայնություն ունի։ Չեն պատկերացնում, թե այդ հարցերն ինչպես են կարգավորելու ու մասնավորապես օրինակ սոցիալ-հոգեբանական աջակցությունը այստեղ մտավախություններ մի պիցել ունեն։ Անհրաժեշտ է ոչ միայն օրենսդրորեն կարգավորել այս հարցը, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ հոգեբանների աշխատանք այս ոլորտում։ Եվ այս մասով ես կդժվարանամ պատասխանել, արդյոք ունենք ոլորտային պրոֆեսիոնալ այնպիսի հոգեբաններ, որ կկարողանան աշխատել անհետ կորածների ընտանիքների հետ։ Օրենքի նախագիծն առաջիկայում կհասնի վարչապետի աշխատակազմ, այստեղից էլ եզրակացությունները կտան, կուղարկվի խորհրդարան, դրանից հետո էլ քաղաքասարակությունը վստահ է, մյուս օրենքներում է պետք փոփոխություններ անել։ Սկզբունքային հարցեր կան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։